Ողջույն հարգելի հայրենակիցներ, հունիսի 3-ին Հանրապետության հրապարակում հավաքվել էին տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ, ովքեր աջակցում էին ուժեղ Հայաստանին։ ԿՊԱԿ-ները պետք է դրանից հետևություն անեն և իմաստուն որոշում ընդունեն։ 2018 թվականին այդպես սկսվեցին ցույցերը։ Սկզբում հավաքվել էին մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ Հանրապետության հրապարակում, իսկ հետո հավաքվեցին ավելի քան 500,000 մարդ, որից հետո Սերժ Սարգսյանը հրաժարվեց իշխանությունից և այն սկուտեղի վրա դրած մատուցեց Նիկոլին։ Նիկոլ, ԿՊԱԿ-ներ, պետք չէ սպասել, որ Հանրապետության հրապարակում 500,000 մարդ հավաքվի։ Ես բազմիցս քեզ առաջարկել եմ իշխանությունը հանձնել ինձ ու հանգիստ ապրել։ Դու գիտես, որ ես իմ խոսքի տերն եմ լինելու։ Այնպես որ գոնե այսօր հունիսի 4-ին իմաստուն վճռական որոշում ընդունիր ու իշխանությունը հանձնիր։ Մեկ ուրիշը կարող է դա շատ վատ լինի, թե ձեզ համար, թե հայ ժողովրդի համար։ Իսկ կրկնում եմ, ես չեմ տենչում իշխանության համար։ Ես պարզապես գիտեմ, որ մեծ գործեր կարող եմ անել մեր հայրենիքի համար։ Ավելի կոնկրետ ես կարող եմ, նորից եմ կրկնում, տասնյակ միլիարդավոր դոլարներ, հարյուրավոր միլիարդավոր դոլարներ աշխատել մեր հայրենիքի համար ու դրանք ներդնել բանակի հզորացման վրա։ Սա վերջին նավակն է, որ Աստված ուղարկում է փրկելու քեզ ու մնացած ԿՊԱԿ-ներին։ Էլ նավակ չի լինելու, որ փրկի ձեզ։ Այնպես որ նույնիսկ փրկուրներ չեն լինի, որ կարճեք այդ փրկուրներից։ Գոնե մի անգամ իմաստուն գտնվիր, վճռական դարձիր։ Ոչ ԱՄՆ, ոչ Ռուսաստանը, ոչ Եվրոպան քեզ չեն օգնելու։ Նրանք իրենց ես չեն կարողանում օգնել։ Այնպես որ Օրբանի բախտին կարժանանաս, Հունգարիայի վարչապետն էլ գիտեր, թե Ռուսաստանը, ԱՄՆ, Եվրոպան կօգնեն, որ ինքը նորից վերընտրվի։ Դու չես վերընտրվելու։ Անձամբ ես դեմ եմ, որ դու վերընտրվես։ Դու պետք է արագորեն իշխանությունը հանձնես ինձ ու հեռանաս, դա է քո փրկությունը և հայ ժողովրդի վերածնունդը։